Պարոն Թորոսյան, իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ըստ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների վախենում է Սամվել Կարապետյանի անուն ազգանունից եւ փոփոխություն է կատարում ընտրական օրենսգրքում, որ չկարողանան քաղաքական ուժի անուն ազգանուն դնել, սա ինչպես կմեկնաբանեք։ Կմեկնաբանեմ ուղիղ այնպես, ինչպես մեկնաբանել են իմ գործընկերները ազգային ժողովում, ես կարծում եմ, որ մենք վաղուց դուրս ենք եկել մոտավորապես Սամվելի մոտ քաբաբնոց ունենալու տրամաբանությունից, կլինի դա քաղաքական ուժ թե այլ բան, եւ հարիշ չի մեր նման ժողովրդավարական եւ խորհրդարանական երկրին ունենալ նման կարգավորում, որ ինչ-որ մեկի անունը կարող է լինել որևէ ուժի կամ դաշինքի անվանման մեջ, այնպես ինչպես համայնքներում է դա կարգավորվում եւ այդ բաց թողումը մենք պարզապես լրացնում ենք, իսկ ինչ վերաբերում է վախենալ չվախենալուն, ես կարծում եմ շատ ակնհայտ է մեր ժողովրդի համար ով եւ ինչից է վախենում, որ նույնիսկ տարական բանավոր խոսք անգամ չեն կարողանում հղել մեր ժողովրդին, թաքնվելով ինչ-որ արհեստական բանականությունների, ինչ-որ տարբեր տեղերից ուղարկված տեքստերի, որոնք թույլ տվեք մինչև վերջ պատասխանեմ ձեր հարցին, թաքնվելով ինչ-որ տարբեր տեղերից ուղարկված ակնհայտորեն ի սկզբանե ոչ հայերեն գրված տեքստերի հետևում, ոչ երբ որ նույն արհեստական բանականությանը հարցնում ես, ասում ես այս տեքստը հայերեն է գրվել, ի սկզբանե թե օրինակ ռուսերեն, ասում է ակնհայտորեն ռուսերեն է գրվել, որտեղ հայերենում այդպես դարձվածներ չկան։ Պարոն Թորոսյան, կներեք, այդ դեպքում ինչու ավելի շուտ չանել փոփոխությունը եւ կարծում եմ, որ մենք, ես, մեր գործընկերները բացարձակ վախեցողի տպավորություն չենք թողում եւ այն ուժերը, որ իրանց հորջորջում են ուժեղ, իրականում աշխարհի ամենաթույլիկ ուժերն են, շնորհակալ։ Ինչու շուտ, պարոն Թորոսյան, կներեք, ինչու շուտ չանել այդ փոփոխությունը, ինչու անել այն ժամանակ, երբ որ իրենք հայտարարեն։ Վաղուց փոփոխությունը եղել է, պարզապես վրիպակ ա եղել, որը ուղղվել է։ Չէ, կներեք, իրենք հայտարարեցին եւ մի քանի օր անց հետո նոր միայն ԿՊ-ն բան արեց։ Շատ է, որ հայտարարեցին, ինչի՞ նշանակում հայտարարեցին։ Սամվել Կարապետյանի անվան ուժ չի կարող լինի Հայաստանում, հələ տենամ կարար ուրիշ երկրում լինել։